Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, բայց լինում են դեպքեր, երբ շատ ընդհանուր ու հատկապես տարվա սկզբին շատ կարևոր ուղերձներ պիտի փոխանցենք։ Գիտեք, մենք կարող ենք յուրաքանչյուրս անձնական մեր որոշումների մասին խոսել, մեր ծրագրերի մասին խոսել, ինչ որ բաներ պատկերացնել ու վստահ լինել, որ դրանք պիտի կարողանանք իրականացնել։ Բայց աշխարհում, ինչքան էլ որ նյութական լինի աշխարհը, միևնույնն է, հոգևորը եւ ամենակարևորը հենց ոգու ուժի մասին այս ուղղությունը կարևորելը եւ դա որպես հիմք ընդունելը միշտ մնում է ամենահիմնականն ու կարևորը, ինչից սկսվում է ամեն ինչ։ Գիտեք, եթե հայրենիքի զգացողությունը չես ունենում, հայկականության զգացողությունը չես ունենում, աշխարհում շատ բաների կարող ես հասնել, ինչ որ մի պահի կանգ ես առնում ու զգում ես, որ կարծես կանգնած ես հսկայական մի բլրի վրա, որն ըստ էության ավազից է։ Սա այդ պահին սովորական իրավիճակներում միշտ չէ, որ տեսանելի է, միշտ չէ, որ ամեն ինչ հասկանալի է, բայց շատ կարևոր է Հայաստանում եւ հատկապես Հայաստանից դուրս շատ կարևոր ու հիմնական գործ են անում այն մարդիկ, ովքեր շեշտը դնում են իրենց գործունեության հենց հայապահպանության վրա։ Հայապահպանությունը կարևոր է ոչ միայն հայկականությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետություն ունենալու համար, հայապահպանությունը կարևոր է, որպեսզի դու հասկանաս որտեղից ես գալիս եւ ուր ես ուզում գնալ։ Ուր ես ուզում գնալ, սա ըստ էության բանալի բառն է, որովհետեւ յուրաքանչյուրիս անձնական ծրագրերն անգամ ինչ որ մի կետում բախվում են հենց այս ամենակարևորին, համահայկականին ու մեր ինքնությանը։ Մենք առիթ ունեցել ենք ամիսներ առաջ Elroom-ում հանդիպել հետաքրքիր ու շատ տարբերվող, շատ հստակ իր ծրագրերի ետևից գնացող կնոջ հետ, ով ժամանակի այս գեղեցիկ փաթեթավորումներից դուրս կարողանում է իր գործունեության հիմքը դնել, հիմքը հենց որպես ընդունել հայկականությունը, հայ ինքնության պահպանությունը եւ այդ համարձակությունն ու որոշումն ունի ստեղծել հենց այդպիսի հրաշալի ձևակերպման, բովանդակությամբ ու անունով նաեւ միություն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ հենց այսօր մենք առիթ ունենք հանդիպելու պահպանենք մեր ինքնությունը երիտասարդական միության տնօրեն Պարուսույց Հասմիկ Ենոքյանի հետ։ Հասմիկ, ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ նորից առիթ ունենք զրուցելու եւ շատ կարեւոր է, որ ձեր ծրագրերը մեր ինքնության պահպանության այս ժամանակի ընթացքում ոչ միայն նույն տեղում չեն, այլև հսկա քայլերով ըստ էության առաջ են գնում։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ ես ձեզ շատ նորից հրավերանելու համար։ Այո, ճիշտ եք ասում, հիմա ժամանակն է, որպեսզի արդեն դեպի ապագա նայենք ու գալիք տարում նույնպես լիքը գործեր եւ անելիքներ ունենք անելու ի նպաստ հայրենիքից դուրս։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ եւ հիմնական ու կարևոր նպատակը Հասմիկ պահպանենք մեր ինքնությունը երիտասարդական միության ըստ էության հայապահպանությունն է։ Նախորդ անգամ մենք առիթ ունեցանք մի քանի բառով այսպես ներկայացնելու, բայց պիտի խնդրեմ, եթե հարմար կգտնեք, գանք սկզբից։ Ըստ էության դուք ձեր առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եք, պարը միշտ սիրել եք, պարուսույց եք, հետո նաեւ, բայց ինչպես եղավ, որ այդ որոշմանը եկաք հենց պահպանենք մեր ինքնությունը, այսպիսի միություն հիմնելու եւ նաեւ ազգային պարը այսքան ձեր գործունեության մեջ հիմնական ու կարեւոր դարձնելու։ Այո, պահպանենք մեր ինքնությունը երիտասարդական միությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Մասնագիտության ընտրությունս գալիս է նորից գենետիկ հիշողությամբ եւ ինչպես ասել եմ նախորդ հաղորդման ժամանակ, նաեւ շատ մեծ ազդեցություն ունեցավ Մարաթուկ ազգային երկու համույթը եւ ինչպես ստեղծեցի այս միությունը, Գագիկ Գինոսյանի մահը բոլորիս սրտի համար մեծ ցավ էր ու որպեսզի իր գործը կիսատ չմնա ու այդ գիտակցությունը արտնանալով իմ մեջ, որպեսզի իր գործը կիսատ չմնա Սփյուռքում, որովհետեւ հայրենիքում Փառք Աստծուն ինքը ունի շատ մեծ բանակ մշակութային բանակ, որ առաջ է գնում։ Նաև հիշեցնենք, որ Գագիկ Գինոսյանը նահանգներում գտնվելու ժամանակ, այսինքն անձամբ է նաև ինչ-որ առումով ձեզ հուշել, նշել, որ դուք իրականում այստեղ անելիք ունեք։ Այո, ես
Գագիկ Գինոսյանի հետ հանդիպել եմ եւ իմ շատ սիրելի Արարատ ազգային երկու բարի համույթի հետ միասին եւ առանձին մենք հանդիպել ենք ու շատ երկար զրույց ենք ունեցել։ Ինքը լուսավորեց ինձ շատ հարցերում ու ես այդ ժամանակ նոր հասկացա, որ իսկապես միգուցե իմ տեղը այստեղ է, իմ գործը այստեղ է, որովհետև հայրենիքում կան այդ գործը անողները։ Ես գիտեմ, որ դուք ուսումնասիրում եք եւ նաեւ ձեր հետաքրքիր այդ միջավայրում ներկայացնում եք տոները, ինչ խորհուրդ ունեն, ինչպես են նշել եւ հիմա ինչը կարելի է բերել մեր ժամանակներ։ Ճիշտ եք ասում, նժդեհ մի հատ շատ սիրուն խոսք ունի, ասում է ազգը հայերս ուրացանք մեր նախահայրերին, բայց նախնիները մեզ երբեք չեն ուրանում։ Մեր առաջին, իսկ մեր նախահայրը Հայկ Նահապետն է, ով բելի հետ հաղթանակը տոնեց ոչ թե ուղղակի ինքն իրեն պաշտպանելու, այլ հայ ժողովրդին զերմանելու, որ իրենք պետք է անկախ ապրեն ու երբեք ոչ մեկին որպես դրուկ չծառայեն։ Հայկի պայքարը դա էր ցույց տալիս հայ ժողովրդին եւ դա գիտենք, որ օգոստոսի 11-ն է եղել, երբ որ Հայկը հաղթեց Բելին, նավասարդն է ու այն ավելի մեծ հոսք ունի, էներգիայի հոսք ունի իր մեջ, ցանկալի է, որ այն ինչը որ իսկապես քոնն է, դա նշես։ Հուսով եմ կգա այդ օրը, որ նավասարդն էլ ամանորի նման կնշենք, որպես մեր նոր տարի։ Այո, իսկապես նավասարդն էլ կարելի է նշել ամանորի նման իրականում, որովհետև այս բոլորը մերն են, մենք ըստ էության պատմության որոշակի հատվածներից հրաժարվելով միայն աղքատացնում ենք ինքներս մեզ ու մեր պատմությունը։ Հասմիկ, շատ կարևոր գործ եք անում, ես ուզում եմ նաև մի քիչ այս պահին այս նոր նախաձեռնությունների մասին, փաստորեն պահպանենք մեր ինքնությունը, երիտասարդական միությունը գործում է, մենք նախորդ անգամ խոսեցինք, որ նաև հետաքրքիր ուղղություն եք վերցրել Հայաստանի եւ նահանգների դպրոցների երեխաների միջև կապ ստեղծել, ընդ որում շատ կարևոր ուղղություններով, գրքի քննարկում, որոշակի ազգային հարցերի վերհանում, այս առումով ունենք ինչ որ նոր համագործակցություն եւ ինչ ծրագիր ունեք։ Նախքան ծրագրին անցնելը մի փոքր խոսեմ ծրագրից, որ հիմա այս պահին իրականացվում է։ Ես դպրոցում մեր դպրոցում շաբաթօրյա, ինչպես նաև տարբեր մշակութային կենտրոններում ներկայացնում եմ մեր իրական տոնածառը, կենաց ծառ ասվածը, կենաց ծառը իր մեջ շրջանակում է շատ մեծ խորհուրդ եւ ամանորի երբ որ կենաց ծառը պատրաստում էին, այն իր մեջ կրում էր շատ մեծ իմաստություն։ Ինչից էին պատրաստում խաղալիքներ, չամիչից էին սարքում, ինչը որոնք էին ծմրանում էր տանը, չէ՞, ամառանը։ Ինչպես գիտենք, մրգերից չրեղեն էին սարքում, որպեսզի պատրաստվենք նոր տարվան ձմեռվան։ Չրերից, պոպոկներից տարբեր խաղալիքներ ենք սարքում երեխաների հետ, սարքել ենք երեխաների հետ շատ սիրուն խաչբուռեր, որոնք նույնպես կենաց ծառի վրա օգտագործվում են, այն ունի իր խորհուրդը, հացը, առատությունը, բերքը, այո, բարեբերության նշանը, այո, խաչբուռը։ Հիմա արդեն կենաց ծառը, այսինքն պատրաստում եք բոլոր նվերները, այսպես շատ ավանդական ձևով դրանք դուք կարողանում եք նաև մատուցել, փաստորեն դպրոցում եւ ինչպիսի արձագանք է գտնում, Հասմիկ, երեխաներն ինչպես են ընդունում։ Երեխաները շատ հետաքրքրասիրությամբ, նույնիսկ այտենց կատակի տալով թե ինչ ենք անում, բայց կարևորը որ տպավորվում է իրենց մեջ, միգուցե նրանք հիմա սրան հպանցիկ նայեն անցնի գնա, բայց տարիներ հետո կասեն, վայ, մենք սա արել ենք, սա մերն է, կամ համենայն դեպս նստված տալու է։ Իսկ ծնողները ինչ արձագանք են, ծնողների արձագանքը։ Ես գիտեմ, որ շատ ընտրված նաև հայկականությունը իրենց մեջ կրող երեխաների ծնողներ են։ Ճիշտ ասեցիք, ծնողների այդ տեսակը կա ու նրանք շատ են ուրախանում դրանով։ Սակայն եւ կա ծնողների տեսակներ, ովքեր գիտեք ոնց կա մարդու համար կոմֆորտ զոնա, հայերեն հարմարավետության գոտի։ Մարդիկ չեն ուզում իրենց կոմֆորտ զոնայից դուրս գալ, որպեսզի իրենց ապագա սերունդների, այսինքն 2-3 սերունդ էլ ապահովեն լինելու։ Իսկ շատ գիտակից մարդիկ փառկասու կան, մեր Սփյուռքում, կոնկրետ իմ օրինակում Հոլիվուդում կան եւ նրանք ջանում են ամեն ինչ անել, որպեսզի պահեն այդ ապագան, որտեղ իրենք ոչ թե ապրում են
կյանքը մի հատ է պիտի վայելենք սկզբունքով, այլ ապրում են հանուն գալիք սերունդների։ Գիտեք, հետաքրքիր մի բան կա, Աստված երբ որ մարդ է ծնում, ստեղծում, արարում, ուրեմն այդ մարդը ունի ինչ-որ առաքելություն իր կյանքում։ Այո։ Եթե ուզենար, որ մի ուղղակի ապրի վայելքների համար, ինչու մարդ կստեղծեր կենթանի, կծնվեր կենթանի, կապրեր իր կյանքը, կվայելեր, կմահանար, բայց եթե մարդ ես ծնվել, ուրեմն դու ունես ինչ-որ մի առաքելություն, ու դու պիտի հասկանաս դա ու դա անես։ Ու առհասարակ կյանքի վայելքներով ապրող մարդկանց ծերունդն ու կյանքը կարճ է լինում, իսկ այն մարդիկ, ովքեր երկու քայլ ապագա են նայում իրենց թորներից ու անցյալը պահելով ապագան են նայում, այն նրանց ծերունդները հնարավորություն ունեն ապրելու։ Այո, իսկապես շատ ճիշտ ու շատ գեղեցիկ ձևակերպում տվեցիք։ Այո, ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց այդ ծնողներին, ովքեր որ այդ գիտակցությունը ունեն ու միայն վայելքների, սեփական անձի ու միայն սեփական երեխայի վայելքները բավարարելու համար չեն ապրում։ Եվ Սփյուռքի համար, հատկապես իր դիմագիծը պահողը իր պետությունն է, հայրենիքն է։ Ուստի մենք այստեղ ինչքան էլ հայրենիքից դուրս գնանք, մենք միևնույն է հայ ենք, իսկ հայի դիմագիծը իր պետությունն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը լավը լինի, որ երբ որ մենք մեզ հարցնեն ինչ ազգ ենք, մենք միգուցե ուրանանք, հա, բայց ուրիշ ազգերը երբեք չեն ուրանա, որ դու հայ ես, կտեսնեն, կհասկանան։ Իհարկե, ինչու մենք պիտի մեզ ուրանանք, բայց ուրիշները միշտ ձգտեն մեզ ոչնչացնել, չասեմ այդ ազգերի անունները, այդ հայրենիների անունները, բայց մենք եթե մոռանանք, իրենք չեն մոռանալու։ Ուստի դա իմանալով մենք պիտի ունենանք իմունիտետ ասվածը, որ պիտի պահենք ու միշտ զգուշ ու զգոն լինենք այդ հարցերում, հատկապես Սփյուռքում եւս։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Ես ուզում եմ այս պահին հենց նշել, որ Հասմիկ ըստ էության փետրվարի 1-ից ընդունելությունը, այսինքն բաց է, նոր երեխաներ կարող են գալ, եւ այդ տեղի մթնոլորտը, այդ տրամադրությունը կարծում եմ հրաշալի մի բան է։ Գիտեմ, որ նոր տարվա ամանորին էլ դուք ունեցել եք ծրագրեր եւ նույնիսկ փոքրիկ այսպես տեսագրություն ունենք մենք երեխաները, որոնք կարողանում են իրականում հայկականությունը պահել եւ բարի ու երգի միջոցով նաեւ մատուցել։ Ելնենք թե այս նոր տարին, վերջահայի ցավերին, չարը գործ է ու բարի, բուն դներ մեր սրտերին, չարը գործ է ու բարի, բուն դներ մեր սրտերին։ Մենք շարունակում ենք մեր փոքրիկ խմբով, բայց անում ենք նրանք էլ արդեն բավականին խորագետ են։ Փետրվարի 1-ից մեր մոտ նորից ընդունելությունը բացվում է։ Այո։ Բոլորը կարող են գալ եւ ունենք կազմակերպելու են նաեւ բաց դասեր, մեր ու մանուկ, հայր ու զավակ, ովքեր ուզում են կարող են գալ եւ այդ ամեն չորեքշաբթի ժամը 7-ից 9-ը։ Ահա։ Կարող են գալ ինձ մեր մոտ եւ միանալ մեր պարերին, երգերին, սովորենք մի քիչ իմանանք որն է մերը, որն է կոմիտասը, որը կոմիտաս չէ։ Այո։ Ամենայն դեպս ես իմ գիտելիքների սահմաններում կտամ մարդկանց այդ ջերմությունը կոմիտասյան երգերի, Գագիկ Գինոսյանի գրառած պարերի միջոցով։ Այո, նաև բարերի միջոցով այդ հրաշալի տրամադրությունը կլինի։ Գիտեք, երբ այո, օվկիանոսից այն կողմ հայ մանուկները այսպիսի աչուկներով Կառնո Քոչարի են ապարում, այստեղ կարծես աշխարհում հասկանում ես, որ հարատևությունը հենց այստեղից է գալիս։ Ճիշտ եք ասում, երեխաները սերունդներին պետք է պահենք։ Գոնե 3 սերունդ հետագա պահելու համար պիտի ամեն ինչ արվի ու ես անցած անգամ էլ ասացի, հիմա ես չկարողացա դառնամ հաղթող սերունդ, որն է եկող սերունդները պետք է հաղթող լինեն։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք նաև հեռախոսահամարը «Պահպանենք մեր ինքնությունը» երիտասարդական միության տնօրեն պարուսույց Հասմիկ Ենոքյանի հետ ենք զրուցում։ Հասմիկը նշեց, որ յուրաքանչյուր չորեքշաբթի փետրվարից սկսած լինելու են բաց դասեր, երեխաների ընդունելությունը սկսված է, յուրաքանչյուրը մեծերն էլ կարող են գալ, ինչպես ասում
ենք, գիտեք, դա հոգևոր սնունդ է, անհասկանալի է մենք հայկականից այսպես կախված լինում։ Երևի դենց սա մեր արյան կանչն է, կարելի է գնալ մեկ օր վայելել պարը, լսել այդ երգը, ինքներդ մասնակցեք, հա, ձեր մասնակցությունը ունենաք եւ մի քիչ ավելի ուժեղացած զորեղության այդ զգացողությամբ անպայման հետ կգաք։ Գիտեք, կյանքում մեզ թվում է, որ էներգիա ստանալու աղբյուրները շատ են, իրականում ամենահզոր աղբյուրը հենց մեր պատմությունն է ու մեր այդ հզոր ժառանգությունն է, որը Հասմիկի նման հրաշալի պրոֆեսիոնալ ու նվիրյալ մարդկանց շնորհիվ նաև կարողանում ենք փոխանցել։ Հասմիկ, հիմա ուզում եմ մրցույթի մասին։ Ես գիտեմ, որ նախորդ անգամ մենք խոսեցինք, որ Հայաստանի դպրոցների եւ նահանգներում գործող դպրոցների միջև, հա, հայկական այսպես խաղ մրցույթներ, նաև նույնիսկ մրցանակներով, այսպիսի ծրագիր ունեիք, նշեցիք, որ նախորդ անգամ էլ նշեցիք, որ նույնիսկ որոշել եք անդրադառնալ խորենացուն։ Հիմա ես գիտեմ, որ հետաքրքիր ու կարևոր այս նախաձեռնության մեկնարկը տրված է։ Այո, Մովսես խորենացին ընթացքի մեջ է, բայց գիտակցելով պահի լրջությունը եւ հայրենիքում եւ այստեղ կարծում եմ, որ Նժդեհը հիմա ավելի տեղին կլինի եւս մեկ անգամ կրկնել։ Ինչու, որովհետեւ նախ ընտրված գիրքը չխրատվող ժողովրդի երիտասարդի համար ավելի հեշտ կարդացվող նյութ է, համեմատած ցեղակրոնությանը, ու այն, գիտեք, Նժդեհը բացի ռազմական գործիչ լինելուց այն սարսափելի մեծ հոգուտերը եւ հոգեբան է։ Հային ավելի լավ Նժդեհից բացի ոչ մեկ չի նկարագրել, որ կարդում ես, մտածում ես, սա իրոք իմ մասին է, հա։ Լոս Անջելեսի դպրոցների համար է հայտարարված մրցույթը։ Այո։ Որոշ դպրոցների արդեն դիմել եմ, սպասում եմ արձագանքի։ Այս անգամ հարցերը այստեղի թիմերի համար կպատրաստեն մեր հայրենիքի երիտասարդները նույն գրքից։ Այո։ Գիտեք, ինտերնետի համացանցի դար է, որպեսզի chat GPT-ները կամ AI ասվածը, հա, արհեստական բանականությունը չներգրավվի դրա մեջ, երեխաները, հայրենիքի երեխաները պետք է հարցը կազմեն այնպես, որպեսզի նշեն գրքից որ հատվածն են ընտրել, հարցի համար էջով ինձ ուղարկեն։ Լավագույն 5 հարցերը, որոնք որ գրքից ուղարկեն ինձ, Հայաստանի երեխաները կունենան մրցանակներ ու լավ մրցանակներ, հուսով եմ երեխաները կջանան, գիրքը կկարդան ու լավ հարցեր կհանեն այստեղի երիտասարդների համար։ Օգտվելով առիթից հենց կդիմեմ Լոս Անջելեսի հայկական դպրոցներին, ովքեր որ ուզում են մի փոքր օգուտ տալ նաև իմ ծրագրին, հա, շատ շնորհակալ կլինեմ, որպեսզի արձագանքեն եւ ուզենան համագործակցել, որովհետեւ սա իմ կարծիքով շատ կարեւոր է երիտասարդներին միավորելու համար։ Էջում արդեն հայտարարված է, Հասմիկ։ Հա, էջում հայտարարությունը տարածել եմ, դիմել եմ մի քանի դպրոցների, սպասում եմ պատասխանի այդ, գիտեք, ոնց այդ կոմֆորտ զոնան է, որ մի քիչ առաջ նշեցի, պիտի մի քիչ մեզ նեղություն տանք, ոչինչ կլինի, հուսով եմ, որ 2026 թվականը, այո, ինձ անակնկալ կմատուցի եւ մրցույթս կիսատ չի մնա։ Այո, իհարկե կիսատ չի մնա։ Հասմիկ, այսպես մեծ ու երկարաժամկետ, հա, արդյունքներով, հա, իր էֆեկտիվությունը ժամանակի մեջ ավելի կարևորվող, այսպիսի ծրագրեր ես դու միշտ կազմում, սա նպատակ է, սա ինչ-որ ուղղություն է, թե բնավորության հետ է կապված, սիրում եք այդպես դեպի ապագան միտված ծրագրեր նաև կազմել։ Սա ձևավորվեց այս վերջին 6 տարիների ընթացքում բնավորությունը այսպիսի է, ես այսպիսին չէի ու չգիտեմ, երևի կարոտը ստիպեց հայրենիքի հանդեպ, սերը հայրենիքի հանդեպ ստիպեց եւ մեր ավակ սերնդի ներկայացուցիչները իրենց օրինակով ծառայեցին դրան եւ կապը ստեղծել հայրենիքի եւ սփյուռքի երիտասարդների միջեւ իմ կարծիքով շատ մեծ կարեւորություն եմ տալիս դրան, որպեսզի չկորենք, չմոլորվենք։ Հասմիկ, համաձայն ես, որ ժամանակները հիմա այնպիսին են, որ ոչ միայն Սփյուռքում, այլև հայրենիքում, հա, արագության այս դարում կարող ես քո տանը նստած լինել, բայց հետաքրքրությունների շրջանակը այնքան տարբեր է, ինչ որ առումով կտրվես այդ արմատից։ Այո, դա եմ ասում, սարսափելի մեծ վտանգ է, երբ որ տեղեկատվությունը ամեն տեղից լցվում է մարդու վրա,
ու մարդ չի կարող հատկապես երեխան երբ որ դեռ նոր հա այդ արմատից բուսնած մի ծիլ է չգիտի որն է ճիշտ որին նայի հետևի ընդօրինակի ու գլոբալիզացիան իր գործը անում է այդ աշխարհակալությունը ազդում է դրա համար հնարավորինս շուտ պիտի սկսենք երեխաներին իրենց ինքնությանը բերել որպեսզի ինքը հանգիստ լինի որ ինքը հայ է ինչի է հայ ու հայ լինելու առավելությունները պիտի վերացնենք այդ արտահայտությունը թե ադե հայը հայ ենք էլի այդ որ ասում են վատ իմաստով հա ազգ չենք հա իրականում ոչ երբ որ դու կարդացած ես խելացի ես ու էլի բանկ արմատին հա ոտերիդ վրա ամուր կանգնած ես քո համար հայ լինելը առավելություն է ոչ թե թերություն այդ լոզունգը հա հորինել են նրանք ովքեր սեփական եսի տկարությունից չգիտեն էլ ինչ անեն ամբողջը բարդում ենք հայ ազգի վրա ազգ չենք էլի ոչ մենք հզոր ազգ ենք մեր օրինակները շատ են հայկից սկսած մինչև Գեորգիսյան Լեոնիդ Դազգալդյան Նժդեվ Վազգեն Սարգսյան մենք շատ դրական օրինակներ ունենք իսկ վատը բոլոր ազգերի մեջ կա այո ուղղակի մենք չգիտենք ինչու շեշտը դնում ենք միշտ դրա վրա պետք է իմանալ իհարկե բայց լավն էլ պետք է հիշենք այո իսկապես սրա կողքը պետք է դնել իրականում ունենք մենք սա էլ ունենք բայց պատմությունը ժամանակի ընթացքում կարողանում է իր գնահատականը տալ եւ այն մարդկանց ովքեր կարողացել են իրականում բերել հասցնել մեր պատմությունը մինչեւ 21-րդ դար եւ այն մարդկանց ովքեր ժամանակին նաեւ յուրաքանչյուրն իր ժամանակին փորձել են ինչպես ասում են ամրոցի դռները ներսից բացել բայց այն սրա համար է որ չխրատվող ժողովրդի մասին պետք է կարդալ իմանալ հասկանալ հա որպեսզի հային ու իր տեսակը նաեւ ամբողջությամբ կարողանանք հասկանալ Այո, այդ նժդեհ այդ ամբողջ պատկերացումը տալիս է հայ լինելը ինչ է իրենից ներկայացնում շատ հոգեբանորեն ու շատ երեխայի երիտասարդի համար հասու բացատրում է թե ինչ է հայ լինելը եւ լավ եւ վատ կողմ եւ վատ այո Ասմիկ շնորհակալ եմ շատ ես ինձ համար իրականում ամեն անգամ ես հիանում եմ ձեր այդ պատրաստակամությամբ ձեր այդ նպատակասլաց դեպի հենց այս մեծ գաղափարն իրականացնելուն ուղղված քայլերով այդ չհանձնվող երբ հայի տեսակի մասին խոսում ենք Ասմիկ իրականում ձեր տեսակն է որ գիտեք որ ուղղությամբ պետք է գնաք ու որևէ պահի չեք հանձնվում առանց կոտրվելու, առանց այդ ժամանակի, հա, տարբեր խութերը նաև անտեսելով կարողանում եք հասնել իրականում, իրականացնել այն ծրագիրը, որը այս պահին իսկապես ամենաանհրաժեշտն է։ Այս օրերին, ամանորից հետո, ամանորի Սուրբ Ծննդյան օրերին, կարծում եմ, որ լավագույն ժամանակն է հաջորդ տարվա համար եւ ծրագրեր կազմելու, եւ երազանքներ բարձրաձայնելու, ասելու մի բան, որը որ հույս պիտի ունենանք, որ տարվա ընթացքում իրականանալու է։ Այո, ես ձգտում եմ կարճաժամկետ երազանքներ պահել, որպեսզի իրականանա։ Հիմա դպրոցի այս վրցիկի համար է երազանքս, տեսնենք հուսով եմ կստացվի, այո, 2026 թվականը լի կլինի նվերներով ոչ միայն իմ, այլ ամբողջ ազգի համար։ Այո։ Նոր էջ է բացվում, այո, նոր տարի է բացվում ու ամբողջ լույսը թող լցվի մեր հայրենիքի, մեր ազգի, անկախ հայրենիքում ապրելուց հայերի վրա։ Օգտվելով ընձեռնված հնարավորությունից ուզում եմ նորից շնորհավորել բոլորի ամանորը Եսուր ծնունդը եւ գալիք տարում էլի Նժդեհի խոսքերով մաղթանքս կուղեմ հայ ազգին ցանկանում եմ որ դպրոցը լինի ազգային ուժի եւ ոգու դպրոց մամուլը լինի լույսի եւ ջերմության սփռող կինը ընկեր եւ կողակից եւ ոչ աղախին տղամարդու Շնորհակալ եմ շատ Հասմիկ իրականում շատ հաճելի էր ինձ ես ուզում եմ որպեսզի իսկապես ձեր բոլոր ծրագրերը, երազանքները, այսպես նվեր եք, ասում եք նվեր մի ծրագրի մասին, որը ըստ էության նվեր է բոլորին, որովհետև սա իրականացնելու դեպքում շատերը պիտի կարողանան անբացատրելի այդ զգացողությունը ունենան, երբ իրենց հոգու ու հողի հետ այդ կապը, ուղիղ կապը զգում են։ Ես ուզում եմ որպեսզի
շատ մեծ գաղափարներ ունենաք, շատ լինեն մարդիկ, ովքեր նաև ձեր կողքին կլինեն ու կաջակցեն ու իսկապես պահպանենք մեր ինքնությունը, երիտասարդական միությունը եւ հայկական պարն ու երգը այսքան զգացող ու աշխարհին ներկայացնող երեխաները իսկապես շատ լինեն։ Ես շնորհակալ եմ, ուզում եմ, որպեսզի այս տարի նաև ձեր հրաշալի ընտանիքի, ձեր 3 բալիկների հետ միասին ձեզ բերի խաղաղություն, անպայման այդ հաղթողի եւ դեպի առաջ նայողի կարողությունը, այդ հոգեկան, հոգեվոր, ամուր հենքը։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ էլ եմ շնորհակալ, դուք ինչպես ասացի, լույսի սփռողն եք, շնորհակալ եմ ձեր գործի համար, գալիք տարում ձեզ էլ շատ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ, Ասմիկ։ Սիրելի հետևորդներ, իսկապես գիտեք, երբ մտածում ենք նոր տարին սկսված է, Սուրբ Ծննդյան տոներն են։ Շատ կարևոր է, երբ այս տոներին ուղղակի հայացք ես գցում, հասկանում ես որտեղից ես եկել եւ ուր ես գնում։ Ամեն անգամ, երկրորդ անգամ մենք զրուցում հետաքրքիր շատ իսկապես նպատակասլաց հանդարտ իր գործն անող կնոջ Հասմիկ Ենոքյանի հետ եւ ամեն անգամ ինձ համար իրականում հույսի կարծես մի շող է։ Տպավորություն է, որ արագ այս ամեն ինչը ժամանակի մեջ տեղավորված, ժամանակի պլանավորմամբ զբաղվող մեր այս ժամանակներում մի քիչ ժամանակ է մնում հոգևորի կայուն արմատը գտնելու, անցյալից այդ արմատը բերելու ու դեպի ապագա տանելու վրա։ Բայց երբ զրուցում ես այսպիսի մարդկանց հետ, երբ իրենց ծրագրերին ծանոթանում ես, դու հասկանում ես, որ ոչ։ Ինչքան էլ ժամանակները փոխվեն, ինչքան էլ իսկապես, ինչպես Ասմիկը նշեց, տրենդների հետևից գնանք, միևնույնն է, որևէ տրենդ, որևէ գույն ու փաթեթավորում չի կարող տալ այն լույսը, որը տալիս է քո արմատը։ Որպեսզի հետագայում էլ կարողանանք ամուր կանգնել հողին, պիտի նախ եւ առաջ պարարտ պահենք, ինչպես ասում են այդ հողը, որովհետեւ այստեղից ենք մենք սնուցվում։ Պահպանենք մեր ինքնությունը, երիտասարդական միության տնօրեն Պարուսույց Հասմիկ Ենոքյանի հետ էինք զրուցում ու ինձ թվում է, որ աշխարհում իսկապես հայկականությունը երկար շարունակություն պիտի ունենա, քանի դեռ այսպիսի մարդիկ ապրում են Սփյուռքում։ Ես կարծում եմ մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, որ փետրվարի 1-ից ընդունելությունը շարունակվելու է, երեխաները, ովքեր ուզում եք, որպեսզի հաջողակ լինեն նաև իրենց անձնական, կյանքի ընթացքում, կարծում եմ, որ իրենց արմատին ծանոթացնելու հրաշալի հնարավորություն է, որը ունեն Օվկիանոսի ձայն կողմ, Լոս Անջելեսում, Հոլիվուդում հատկապես բնակվող մեր հայրենակիցները։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ եւ վստահ լինել, որ յուրաքանչյուրս ինչ-որ մի պահ տարվա սկզբին ու հատկապես Սուրբ Ծննդյան օրը պիտի կանգ առնենք ու մտածենք, իսկ մենք գիտենք որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Այս հարցի պատասխանը գտնելու դեպքում իրականում աշխարհում շատ բան կդառնա հնարավոր։ Շնորհակալ եմ, որ հետեւում եք մեզ։